Ինչի համար եք հավաքվել։ Հավաքվել ենք մեր վարչական իրավունքները վերականգնելու համար։ Մենք բոլորով զրկված ենք արդեն բավականին երկար ժամանակ։ Ինչու են զրկել։ Ինչպես։ Ինչու են զրկել։ Պատճառները տարբեր են։ Անձամբ ես ոչ ստապ վիճակում եմ։ Շատ զղջում եմ, որ ոչ ստապ նստել եմ թեկի ու զրկվել եմ։ Հիմա դրա համար խնդրում ենք մեր կառավարությունը դիմում ենք ուզում ներկայանում, դիմը արդեն ներկայացել ենք, խնդրել ենք, որ մեր նկատմամբ համաներում կիրառվեն։ Կա տարբեր խավի մարդիկ մեր ամենինչում։ Կա մարդիկ, ովքեր ի նկատի ունեն խավը, ի նկատի ունեն վարորդական իրավունքի կարգերը, կամ որ մեծ ավտոներ են քշում։ Իմացակ, դե կարգի վերաբերող կա սովորական թե մարդկան են քշում։ Հիմնական խնդիրը դա է, սա արդեն երրորդ անգամ ենք։ Հիմա որոշել ենք մեր սոցիալական հարթակներով, իրականում այս պահի դրությամբ կա Հայաստանի Հանրապետությունը մոտավորապես ավելի քան 27-28 հազար զրկված մարդ։ Հիմա մենք մեր սոցհարտակներով բոլորին կոչ ենք անելու, նաև ձեր միջոցով խնդրեի, որ փոխանցվեն այս ամեն ինչը բոլոր այն մարդկանց, ովքեր որ զրկված են վարչական իրավունքներից, որովհետև մենք ճիշտ է 50-60 հոգի ամեն անգամ մինիմում հավաքում ենք, բայց այդ հարցի համար 50-60 հոգին իհարկե շատ քիչ է։ Զերո ավել ու մի քանի անգամ ավել։ Իրականում այդ խնդիրը բոլորն են, դե պատկերացեք, չկա այդպես բակ, նույնիսկ այդպես շենք չկա, որ այդ շենքում գոնե մի հոգի իր վարչական իրավունքից է վերջանում։ Գրեթե չեք հանդիպի այդպես շենք։ Էլ համայնքների մասին խոսք չկա։ Թող ուղղակի միանան, մենք հասկանում ենք, աշխատստեղ լիքը մարդ կա, ովքեր աշխատանքի տեղից խնդրել են, եկել են, որ մասնակցեն акցիային։ Սա հիմնականում մեր բողոքի ակցիայի նպատակը սա է, որ մեր նկատմամբ կիրառեն համաներ։ Մենք պատրաստ ենք նույնիսկ բյուջետ բավականին մեծ գումար վճարենք։ Հետո իրականում մենք մեր մեկ տարին համարյա բոլորին է լրացել։ Հիմա նորից էլի վերահանձնել են պահանջությունը, մարդիկ տարեց են, պատկերացեք։ Գնում են աշխատանքի 12 ժամ աշխատում են, գալիս են տուն հոգնած, այն 10 հարցը արդեն այնքան հոգնած են, կարդում են, կեսը չեն հիշում, կեսը հոգսերով, օրեկան 10 հարցով։ Ես որը 50 տարեկան, 60 տարեկան մարդիկ են այդ հիշողությունն չունեն, որ 1500 հարցը հիշեն։ Պատկերացնում եք, այսօր ոչ մեկ չի կարա մի օրվա ընթացքում 1500 հարց դաժան այնքան մանրամասն հարց է կա, որ մեր երկրում տրամվա չկա, տրամվի հարց է կա։ Ամեն բացի անկախ ամեն ինչից մենք գիտակցում ենք, թե սա ասել նենց այսի որիորդ անգամ ենք հավաքվում, գիտակցում ենք, որ մարդիկ օրինակ սկսած ինձանից ոնց լսում ենք 5 տարվա զրկված կա, իմը երկրորդ տարին ասենք հեսա բոլորում, այն բանով այն վաղտը լսես տարածված չի եղել։ Հիմա կարող է մի հատ 10 տարեկան երեխուն էլ հարցնես, այս 7 տարվա մեջ այնքան ուռել էս թեման, արդեն սա գիտեն, որ всё զրկում են։ Մեր ասածները հիմնականը մարդկանց են, որ ասենք գոյություն ունի նախ էսի պետության համար առաջնահերթ լավը չթաքցնեմ ասենք գոյություն ունի օրենքի բաց մենք տենց ենք նայում զրկել ես մի տարով այդ մարդուն այդ մարդը հանգիստ գնացել է իր տուն ինքը իրան համարել է դա պատիժ առաջնահերթ դե հիմա ինքը դա շարունակական արա եթե գնացել է հետո հաջորդ անգամ օրինակ հարցս վերաբերում է խմացությանը բայց մենք ստե նայում ենք ստից բալեր կան դեպքեր կա լսում ենք ստել մարդ կա ասում ես 20 տարվա օրինակ ֆուրի շոֆեր եմ ասենք ես լավ, վերցնենք խմացություն, այսօր մեր ազգի մեջ մարդիկ կան, տենում ենք վատով են նայում, ես կոչս ենա, որ մարդիկ ժողովուրդ ամեն մեկ էդի վեկալի նախ իրա վրա, բոլորի ընտանիքներում էլ լնում, առիթ կամ բան, ես չեմ արդարացնում, մենք դեմ ենք իրոքից շեշտում եմ, որ խմած մարդը սաղել միաձայն, նստի քշի, խնդրում հասարակությունը ճիշտ հասկանա, մենք դրա համար ասում ենք անցել է հիմա այդ մարդկանց մի տարի, ասենք գոյությունի օրենքի բաց դուք ճիշտ չեք ներկայացրել, որ գիտես ինչ ասենք, օրինակ ես ում հարցնում եմ, ասում եմ մի հատ կետ ցույց տվեք, որ մի տարի հետո այդ մարդը պետք է գնա նորից քննություն տա ու վերցնի ոչ մեկ այսքան վաղ ինձ այդ կետը ցույց չի տվել։ Հա ներքինով հասկանում ենք, որ կարող մտածել են այն վաղ մեկը փողով է վեկալ է, մեկը եսի ինչ է վեկալ է, մեկը սենց է վեկալ է, զուտը դրա համար։ Բայց դե 50-60 տարեկան մարդ կաս բախվել ես, ես այս ծերից կարդում եմ, հասնում եմ այն ծերը, մոռանում եմ, հələ բեր ավտոն տես ոնց եմ քշում։ Մենք էդ եմ շեշտում, մենք ոչ մի դեմ, խնդրում եմ սա ճիշտ հասկանան։ Այս նորվա եկող Պակալենիայի դեմ բան չունենք, բայց որ օրինակով վեկալում ես ինքը դելում ես տրաս, ինքը փորձ է համարվում, ասենք վարորդի հետ էլ մեքենա է, ինքը մեխանիզմ է, ինքը անսարք, հիմա ասենք մեկեն չի 18 տարեկան աղջիկ երեխեն, ասենք ինքը անսարք ելնի այդ մեքենան, ինքը չիմանա ոնց կառավարի, գնա դառնա իսկականից ինքը պոտենցիալ մարդասպան, բայց այն խմած մարդը քնի հելի, վաղը ինքը նույն
նույն ինքը նույն շոֆերն է 20 տարվա։ Պրոստը հիմա մարդը առիթում ինքը ասենք խմել է, բայց այդ մարդն էլ ունի բողոքի իրավունք, ասում է ախպերս, Էդու մեզ մի հատ ստից չոտկը մահանա են բռնում, մի հատ եսի միջ, ասում ես էլ ուզում եմ բարձրաձայնեմ այդ իզնից որ քնություն վերցում է, սկսեմ դրանից ինքը այդ սաղ օրենքները պահում է, թե չէ։ Եթե օրենքը բոլորը պետք է պահեն։ Ուզում եմ ասեմ, ոչ թե բողոքի ակցիական բան, զուտ խնդրանք է, որ մենք սաղ ասեն մարդ ենք։ Ես մենակ իմ անունից չեմ խոսում, ասենք բազմաթիվ, մենք ստե կուզենայինք, ասենք 5000, այն օրը վարչապետը ասում է 5400 հոգի զրկված կան, դա 25-ը թվին, բայց որ նայես այսօր 30000-ից ավելի զրկված 30-35000 մարդ կա, կարելի է մի օր ներել մի հատ ներել ովշի այդ մարդկանց, մենք վրացիքի չափ պլանշետը պահեն այդ մարդու վրա բացեց անունը ազգանունը, 36000 Վրաստան արել է, զրկված կար բոլորի Բաղորդականները վերադարձրել, բայց մենք հայերս մենք այդ հասիբը չունենք վրացիների։ Էսի ոչ թե քաղաքական կոչ է, ոչ բան նամանավանդ մենք առիթավորում ենք այն բանից, վարչապետը հաստատ չի ասել կլուծեմ, այս իմ կոչը թող հասնի իրար։ Ինքը ասել է կնայենք, մենք նայել ենք նենց, որ իրոքից կարող է դեպք լինի մարդասպանություն, վթար, ծանր դեպք, մենք տենց ենք գիտակցել, բայց մենք այսօր եկել ենք ստեղ, թուղթ են տալի, որ բարեկայինը որոշել է, որ սյո քնությունով Չէ, էդի ասենք դες չի, որ էդի կոպիտ ասած դրա համար չենք հավաքվել։ Մենք հավաքվել ենք, մենք մեր ներողությունը խնդրենք, ինքն էլ տենա, ասենք խոսքի սաղ էլ տարիքով մարդիկ են։ Ոչ մենք այս ընտրությունների հետ ենք կապում, ոչ քաղաքականացնում ենք, ասում ենք մեր պետությունն է, մեր երկիրն է։ Այսքան աշխատատեղ կա, հələ անգամ ես որ տենում եք քուրիկ ջան, շատ մարդ կա։ Մարդիկ ստե չեն ինչի համար, որտեղ երկու շաբթի օրը, ասենք աշխատանքային օրը մարդիկ կան չեն կարացել, կան հասկանում ենք, ասենք խոսքին, այս չի որ Բայց մարդը իրավունք ունի, հիմա ասենք ես այն մեկի տեղն էլ եմ այդ ձենը բարձրացնում, այն մեկին էլ, այն մեկին էլ 50-65 տարեկան մարդ կա, ինքը ասում է Իզի ճղես է մեջտերից ես չեմ կարող քնություն տամ, բայց բեր ավտոն քշեմ, տես ոնց եմ քշում, ասենք խոսքի։ Զուտ է դա հարցը, այդ մարդը չի կարող։ Վաղորդից ավելի լավ կքշի։ Ու մի բան էլ ասեմ էլի, թող կոչս գնա հաստի, եթե իրանք մտածում են սենց զրկելով, էսի չեն վախցնում։ Անկեղծ թող հաստի վարչապետը, եթե մտածում են զրկելը հարց է լուծում, ես պարզ պատասխանատու ասում, էսի խոսք տանել բերել չի։ Մեկը քշողը, եթե հացի խնդիր ունեցավ քշելու է, բարեկի միգալ կենտենալու է, այդ վաղ ինքը գազա տալու որ թռի, բատ պեշեխոդի վրա մեկին կողքինքը ավտոյի տալ։ Այդ վաղ տալնելու հանցագործությունը։ Ճամփեն փոխում է, աստե բարեկին ընդետենում է, կապոտը բացում մի անգամից հլնում է, կապոտը բացում է, յանամ ավտոն փչացել է, ինչը բարեկին, որովհետև այսօր 75,000 դրամ ու ճիշտ փող չի։ Առանց պրավա մարդ բռնեցին 75,000, վերանայեն մեր խնդրանքն է դա, վերանայեն ումը ծանր դեպք կա, ստեղ ոչ մի բան խոսք որ ասեն վթարի ժամանակ զոհայել է, ոչ մեկին զոհ չի ելել։ Ուղղակի ուզում են ներողամիտ ելնեն, հա, մեր պատիժը ստացել են, մարդիկ կան 4 տարի չի կարող քնությունը անի։ Ինչ անի հիմա ուշքը միտքը վարորդն է, խոսքի ուզում է քշի իր ավտոմեքենան, ինչ անի։ Գյուղացի կա ստեղ խոսքի, իր ուզում է բերքը բարձի ավտոյի մեջ, բերի քաղաքացիների վրա բերքը ծախի։ Ոնց անի այդ մարդը, որ փող աշխատի, որ իր ընտանիքը սոված չնստի տունը։ Օրինակս կարող է Սա աշխատող մարդիկ բայց ես այս օրինակը չեմ կարող չբերեմ, կարող համահունչ լի, թող ինձ լսողը դատողը դատի։ Բոլորս էլ ոնց չէ մենք ապրելուց հասարակական կարգ խախտում ենք։ Ոնց որ ասենք դու մի հատ օրենք խախտես, հասարակական կարգ խախտես, գան տանը դավերնստը ձեռիցդ վեկալ են, ասեն դու իրավունք չունես այս տան մեջ, այս պետությունում ապրես։ Բայց մարդը հասարակական կարգ խախտի, ասենք ինքը իրանը մուծել է։ Դու մի հատ կետ ցույց տա, որ մարդը պարտավոր է քնություն տա, սաղս նստենք գործից կդրվենք, պարապենք, եթանք տանք։ Բայց թող դա ցույց տան, որ այդ դեպքում ուրեմն թող անժամկետ զրկեին, թե նշում մի տարով։ Մի տարով նշում են այդ մարդել արխային անկնում, ասում է հարց չկա, ես մի տարի պատիժ եմ, որ ներքին կարգով էլ ախպեր թող ինձ դասը լի, ավելի լավ, շեն խմի չեն մտադիր տալ։ Հիմա մենք ինչ ենք ասում, մի հատ քիլ դնենք, բյուջե փող լցենք, թող այդ փողերը եթա ծերանոցներին, թող դա չեմ անում, մեր պետության համար մենք մեզ վատ չենք պահում, որովհետև գիտակցում ենք, էսի մեր շենքն է, էսի մեր երկրի շենքն է, մենք իրավունք չունենք մենք ստե վատ պահենք։ Մեջի մարդը փոփոխական է, ցավս գիտակցում ենք։ Մնայուն չի, բայց էսի մեր երեխքի բենից է կտրվում, ստե ամեն ինչ էսի մերն է։ Եթե մեզի այսօր չընթառաջեն, չներեն, պարզ ասում եմ, ուրեմն մեր դեմ, ուրեմն ժողովրդի դեմ տրամադրված եմ։ Ես ուրիշ բան չեմ, որովհետև 60 տարեկան մարդը, նայեք, պայեք վրան, շատ դժվար է ներեգություն խնդրել։ Այս մարդը եկե ներեգություն է խնդրում, եթե պետք է չներես, համաներում չանես, ասենք այդ մարդուն չներես։ Այդ ընդհանուր դեպքերը չբերեն կապեն մեր վրա։ Հիմա 5000 կա, 50000 կա, այդ 50000-ից կարող է մարդ կա
ծանր դեպք կա։ Իրանք պետք է քննեն, ես ըստ սաղին չեմ ճանաչում, դնենք քննենք։ Ես այսքան վաղ ում լսել եմ, սաղինը ծանր դեպք կա։ Ասենք այդ մարդը, ասենք նես չի որ Բարդ է, հիմա մեկը խմացություն է, մեկը նախարարներից չի լինում որ խմած խոսք։ Իրանք էդի ծանր դեպք կան, գործի կան, չի ելնում։ Ես նոր մի հատ բան ասեցի, խնդրում եմ էդի չքաղաքականացնեք, բայց ասում եմ, նոր մի հատ բան ասեցի, անուն չտամ ում, ասենք, չէ, պարզ ասեմ, ասենք ոնց է, որ ասենք լավ, մեր երկրի դեպուտատն է, հարց չկա, ինքն են մենք նայել ենք իրան որպես ջահել տղա, խմել է մի օր ինքը իրան ադեկվատ չի բայ, մարդը գիտակից ձևով մանդատը վայրադրել 10 օր հետո վերցել է, բայց չի սպասում այդ ազգը իրան ներում է, թե չի ներում։ Հիմա նույնը ոնց որ մենք 300 հոգի հաֆենք, ասենք Պարոն վարչապետ, խնդրում ենք ներեք ֆրանկ, նստենք մեր ավտոները, սկսենք քշել, всё։ Չենք սպասում, մի հատ ներում ենք, չեն ներում, մենք բողոքական չենք, բայց վատ ենք զգում, չի նշանակում, որ այսօր օրենքը իրանց ձեռն է, չենք բողոքում։ Նայում ենք նամանավանդ աբարանում մեր աղբերները մոտիկացել են, ասել է կնայենք, մենք մեզ լավ ենք զգացել, 10 օր սպասել ենք, այսօր եկել ենք, բայց չենք եկել այսօր որ մերժվեն, ասեն ստեսություն ձեզ, դուք մեզի պետք չեք, եսի, դե պետք չեք ամեն մարդ թող իմանա, այսքան մարդ 5000 անգամ 4-5 արեք, տեսեք ինչքան բազմություն ալը։ Այդ մարդիկ ուզում են այսպես օրենքով ապրեն, թե գործեն աշխատողը հարմար չել է չեն եկել։ Բայց մենք էլի ստորագրա հավաք ենք անելու ու կամաց շատանալու են։ Եթե մեր հարցին ինչ է այդում Վրաստանի սաղ աշխարհը մեզ է նայում, մեր օրինակով Թավշյա հեղափոխություն ձեռս բարձրացնում եմ, Թավշյա հեղափոխություն։ Է Վրաստանի չափ չկա 36000 հոգու համաներումը, ասենք մեզի մի 100 հոգոն չեն ուզում ներեն։ Այդ չեն ուզում, ուրեմն տրամադրված է, ես էլ ուրիշ տարբերակ չկա։ Ամսի 3-ից քանի օրա գալի գնում են։ Ուրեմն չեն ուզում ներեն։ Ձեզ ոչ մի պատասխան չեն տվել, որ Ոչ, եկել են մենք չեն եկանք լսել։ թուղթը վերցրինք, ՊՊՑ-ն ինքը գրելա, որ պետք է գնաք քննություն տակ, վերջ, բայց ինքը չի նայել, ասենք, վարչապետը, որ sense բան է։ Ես հիմա այս ամեն ինչը նես չի, որ գցում են վարչապետի վրա։ Մարդը քաղաքացիա դիմել է, ասել է կվերանայենք, ուզում եմ ասեմ, նես չի, գցենք իր վրա, ասենք ասել է։ Հենց առաջներ ոչ թե վարչապետը պետք է նայ, ինքը կարաս ես օրենքից չեմ հասկանում, թող ասենք ՊՊՑ-ն զբաղվի։ Բա դու ՊՊՑ ջան, դու չես ուզում, դու մի հատ վերանայես։ Քո մոտ է այդ դոսյան գրած ծանր դեպք կա, թեթև դեպք կա։ Ես դեպքիս մասին պատմել եմ, նորից եմ ասում, հիմա ներս չեմ որ բողոքում եմ։ 3 անչափահաս երեխուն ինչ է նշանակում, թող այս տռասի մեջ տղա, ասես ես քեզ տանում եմ պլաշատ կա։ Ասենք ինչ է նշանակում, ու ինքը նստի մեքենան 170 քշի գնա առանց ռեմեն քշել։ Պրոստո մենք բողոքավոր չենք, ասենք մենք է կարանք շատ բողոքենք։ Ասում ենք մեր երկիրը նոր ոտի է հելում, թող կայան, հա, չենք ուզում քացով խփենք, կոպիտ ասած այդ լցած կաթը թափենք։ Մենք էլ ենք ուզում մեր երեխեն լավ երկրում ապրի, բայց չենք ուզում առամարված ապրի։ Այ արդեն վաղը իմ սերունդին, իմ երեխուն որ տենան, իմ երեխեն խմած քշում է, թող բռնեն ցմահ բաժիզնի զրկեն, որովհետև այդ երեխեն արդեն այս ամեն ինչը տենալով ինքը գիտակցում է։ Իսկ այն վաղ բերեք իրար չխափեք, հա, մարդիկ արել են, մեկն անցել է, մեկը բան եղել է։ Ես նորից եմ ասում, չեմ արդարանում։ Ու այս կոչս այդ տակից այդ չուզող մարդկանց է վերաբերում, չեմ կարող այսքանը չասեմ, որ մի օր էլ իրանց դուրն է գալու, ասեմ իմանան թող, իրանք էս իրանց համար էլ արվում, այսօր մեկ մեզ կարող է խայտարակ ենք անում, մեկը տունը նստած խնդա, բայց էս իրա համար է արվում, որտեվ ինքը կարող է մի քանի անգամ այդ կեղտը կերելա չի բռնվել, վաղը ինքը ընկնի այդ կեղտի մեջ ու վարչապետն կամ օրենսգիրքը նենց օրենք դնեն, որ ինքը ցմահ զրկվի, ու ինքը այդ վաղ կհիշի այս օրը, ես էլ ավելի բան բաների համակարգով է, անպայման չի խմացություն, ստե բաների համակարգով է կա զրկված։ Առանց համար կամ խախտումներով համար անսարք մեքենա։ Ըստ մենակ խմացություն չի, էլի, թող ժողովուրդը սխալ չնայի, որ խմացության համար, հա, պատժված ենք, հա, պատիժը կրել են, մարդիկա 4 տարի չի քշել, պատիժը կրել է, բայց հանցագործի պատիժն է, խոսքի նստում են, ասում են այս մարդը 5 տարի հետո ազատության մեջ է, էդի դուրս է գալիս, Սմա դու զրկվել ես։ Կամ այդ օրենքը ով ա տվել բարեկին, ես պրոստը նորից եմ շեշտում, դեմ չեմ խոսում, բայց չեմ կարող էլի դեպքը չարձանագրեմ։ Ես իմ դեպքն եմ ասում։ Ով է ասել, որ բարեկը կարա ավտոյի գույնը դուրը չգա, ինքը կանգնեցնի։ Ես գիտակցելով որ սև անա, ես այն օր այդ օրինակը բերել եմ, հիմա ես հրապարակայնորեն եմ բերում։ Անկամ ասենք ներքին հրամանա թե ով ա տվել, իրա ցավը տանեմ, բայց ես 1000 անգամ տեսել եմ ջրոցու օրը Սևանից Գայի մեքենան դեմը սապրավաժդատ անում, այդ ցելլի մարդկած ես միշտ օրդել եմ, այդ մարդկած ասել եմ հալալա, բերում են տուն, եթե իրանք տրամադրված են այդ մարդուն ալ գրեն, գիտեն, սաղ է խմած է, ինքը կելի հերթով տասի սաղին հոարա, հերթով սաղին կակտավորի, բայց պետությունը դեբիլ չի, չէ, ինքը ասենք ասում է ուղեկցի այդ մարդիկ կան հասնեն իրանց տները,
Հիմա ասենք ես Սևանից օրինակ եկել եմ ու ժամը 3-ին գիտակցելով մի օր ես քնել եմ ընդ որ հաջորդ օր օրգանիզմը ցույց է տվել։ Բարեկն ասում է փչի ռեմենի համար է կանգնացրել, որ ռեմեն։ Տենումը ռեմենը գցածա ֆռմա տենա ինչ գրի։ Նորից եմ շեշտում, ստե վարչապետի դեմ չկա, իգը օրենքը հանում է սաղիս համար, սաղս լավ ապրենք, բայց իգը չի կարա սաղի հետևից ֆռա տենա։ Գրեց բարեկը, խոսքի ֆարչ ունես, կամ լուսը չի աշխատում, եկել ապել մի հատ կարող է հո անես, տես չի։ Կամ մի հատ դեպք էլ ասեմ, այն օրը մի հատ աղջիկ կա, պրոստո համաչում այդ աղջիկը գա, աղջիկ եկա զրկված մեր հետ։ Դե աղջիկը համաչում է գա հետներս կանգնի, ինչ է նշանակում, բարեկը ասենք, այդ դե լեքսիկոնը իր հասկանում եմ, ինձ օրինակ չեն առաջարկել իրեք երեխուն տանեն տուն, այս դրանից եմ մեղված, իրանք իրանց բանով այդ քուրիկի մետ կիսվել, ասում եք քուրիկ ջան, մեքենա թող ստե, թող սաղ էլ լսեն, մենք քեզ ուղեկցենք տուն, ստե սաղը ստակենք, ջոգում ենք իրա պիղծ մտադրությունը, ես էլ ասում եմ բախվեր, դու այդ քուրիկին եթե ուղեկցում էիր տուն, իմ իրեք անչափը հասիխի չէիր ուզում, երեխեն մնա Սևանի տրաս, ասենք, իրա պիղծ այդ բանը, դրա համար եմ ես միշտ ասեմ, պարեկների մեջ է լավ ու վատ կա, մեր այս շորերս հակած այս մարդկանց մեջ է լավ ու վատ կա, սաղին պետք չի մի արշինով դատել, ամեն ինչը հասկանում ենք, ես մեր երկիրն է, մաքուր կուլտուրական ստե կանգնած ենք, ոչ մեկ մեզի չի կարա ասի, աշկիդ վերևը ունք կա, պրոստը այսօր օրենքը հարց չկա, հասկանում ենք, մենք ենք այդ օրենքին կողմ քվեարկե, ուզում ենք մենք այդ օրենքով ապրենք, խիա վարչապետն ասում, մենք գրենք օրենսդրությունը, մենք գրենք սահմանադրությունը, որ մենք մեր ձեռով գրենք, մենք կխախտենք, հարց չկա կասենք, ախպեր, մենք մեր գրածը խախտել ենք, բայց ուրիշի գրածը խոսքի չեմ, ոնց ձեռատավ է գրել է։ Այդ օրենքը ընդունողը վարորդից լավ չի իմանա այդ օրենքը։ Թող վարչապետը մեզի օր տրամադրի։ Իրանց վարորդները, ով որ զրկվել է, 10 հոգու, 20 հոգու, թող լսի։ Այդ օրենք թելադրողը խոմ վարչապետը չի գրել։ Այդ օրենք թելադրողը այդ հարցաշարերը, այդ որ տրամվա չունենք, տրամվա են գրել, տոլի կայտեր են գրել, որ կայտերը չունենք մեր երկրում, այդ ամեն օրենքները ոչ մի բան տեղյակ չենք մենք։ Այդ օրենքներն է վարչապետը չի գրել, չէ, ինչ որ մեկն է գրել, X1-ը, որը դաժե կարող վարորդական իրավունք է չունի։ Կարող փիլիսոփոյելա իրան, եսի ինչ բան, ու դից բարդ հարցեր ա գրել, իրոքից բարդ հարցեր, նորից եմ կրկնում, այդ հարցերը ով կարա սովորի մի օրվա ընթացքում, թող գա ասի ես սովորել եմ մի օրվա ընթացքում։ Մի տարվա ընթացքում չեն կարող սովորեն այ, ինչ մի օրը։ Մի օրվա ընթացքում թող սովորվի ու գա տենամ գանձնի քնած։ Հատուկ գնացել եմ ավտոդպրոց, դաժե նստել եմ, սովորել եմ, մի ամսից ավել սովորել եմ, 30,000 էլ վճարել եմ, բայց էլի գնացել եմ քննության տեսական, էլի չեմ կարացել տամ այդ քննությունը։ Մոռանում եմ, որտեվ ես Դաժե Ռուսաստանից կտրված հոգնած գալիս եմ տուն, ես չեմ կարող այդ կես ժամը տրամադրեմ, ես հոգնած եմ։ Իմ ուղեղի մեջ չի մնում այդ։ Գնացել եմ պսիխո եմ 25,000 վճարել, հանել, դու շատ գիտեմ, այնտեղ եմ ծախսել, այնտեղ եմ ծախսել 90,000-ից ավել արդեն գումար եմ ծախսել, այս տարի կեսա զրկված եմ, բայց ոչ մի արցմունք։ Հələ մի 90 էլ ծախսելու եմ, մի 300 էլ եմ ծախսելու, բայց ոչ մի արցմունք էլ չի լինելու։ Թող մի հատ ֆիքսված գումար, թող մի հատ ասի էսենց գումար եմ ուզում, 150,000-ա, 100,000-ա, մենք պատրաստ ենք այդ գումարը տան։ Թող իր 200,000 ինչքանա տանենք, վճարենք, մեր վարորդականները թող առաջ անգամ մեզի ներեն։ Երկրորդ անգամ թող մեզի ծմա զրկեն, եթե ուզում են։ Всё, այդքան բան։ Լիքը մարդիկ կան, որը Ռուսաստանում կտրվել են, զրկվել են։ Ուստը չեն կան վարորդական իրավունք չի։ Ռուսաստանի տաշտիկին ունեմ։ Մի տարով զրկել են, բայց դու միջև այդ քննությունները 10 ասու հաջողությունով, եթե 10 էլ պրծնես, դա դառնում է 2 տարի։ Քեզի ստացա ոչ թե մի տարով զրկել, այլ Ռուսաստանում աղը որպես հայ իրան ինադու տեղը զրկել են։ Ինքը խի պիտի պատիժը կրի Հայաստանում, մեր երկրում։ Չկա ռուսները խոսքի այդպես չեն, ասում են հայա, բերեք կդրենք մլիցեկը։ Ու կդրել են ես մարդը դաժե Հայաստանում իր երկրում չի կան փող աշխատի, չի կան վարորդություն անի։ Ինչա որ Ռուսաստանում կդրել են։ Ոնց ասես, ինչ ձև հասրել են, ժողովրդին հասրել են։ Չեմ անում ախր ինչի էլի, որ մասով են մտածել, որ խոսքին դրել են համատարած սենց զրկել են ախպեր ես կան։ Մի հոգի չի, 5 հոգի չի, 10 հոգի չի։ Ու սաղ աշխատող մարդիկ են, մեկը առաքիչ է, դուք պատկերացնում եք 10,000 հոգու զրկել են, մեկը բանակի, դաժե բանակի ունենք աշխատող։ Գրանցված բանակի շոֆեր։ Բանակի շոֆեր։ Համար առաջի տատիկ գոյդայի։ Կամ էլի որ քաղաքից եմ ես։ Կոնկրետ մեր քաղաքում
ռեստորաններ կան, որտեղ որ ասենք Արսանյաց սրահնա, բանա, իրիկունները այդ արարողությունից հետո բարեկները պահկվում են այդ սրահների կողով, տենան որտեղ պահկվելու տեղ կա։ Համատարած բոլոր շոֆերներին կայնստում են խմացություն են ստուգում։ Ինչի համար։ Մարդը ասենք օբյեկտիվ լենում անտամենը 2 կիլոմետր պետք է գնա որ հասնի տուն։ մի բաժակ խմել է, ասել է այդ ինձի հերիք է։ Այդ մի բաժակի համար պահկվում են այդ Հարսանյաց սրահների հետևները, անտառների մեջ պահկվում են։ Մտածում են կարող իրան դրա համար գումար հենց էլ նման սաղին հերթով կայնստում օջակի հացը կդրեն իրանց անեն։ Ես իրանց դեմ բան չունեմ։ Լուրեր է տես տարածվում, ասենք ես Արիքոտունը քանդեմ իմ տունը սարքեմ։ հազար անգամ տեսել ենք, ասենք Սևանում հավաքված են հիմա արժ համատարած բոլոր շոֆերներին կայնստում են խմացություն են ստուգում։ Ինչի համար։ Մարդը ասենք օբյեկտիվ լենում անտամենը 2 կիլոմետր պետք է գնա որ հասնի տուն։ մի բաժակ խմել է, ասել է այդ ինձի հերիք է։ Այդ մի բաժակի համար պահկվում են այդ Հարսանյաց սրահների հետևները, անտառների մեջ պահկվում են։ մտածում են կարող իրան դրա համար գումար հենց էլ նման սաղին հերթով կայնստում օջակի հացը կդրեն իրանց անեն։ Ես իրանց դեմ բան չունեմ։ Լուրեր է տես տարածվում, ասենք ես Արիքոտունը քանդեմ իմ տունը սարքեմ։ հազար անգամ տեսել ենք, ասենք Սևանում հավաքված են, հիմա արժ չկա, հիմա իրանք էլ են սաղել ֆորմի տակ են, ասում ենք արժ չկա ախպեր։ Մեր օրենքն է, մեզնից է սնվում են, մեր եկամտից էլ իրանց աշխատավարձը հետում հալալ է, բայց ոչ թե ինքը դու փողը տաս գան քեզ բռնե, դու փող տաս իրան աշխատավարձ տաս, սաղից փողից էթա, ասենք էդի պետ բյուջե, որ իրանք աշխատավարձ կանան, բայց ինքը ասենք ընկնի քո հետևից օբյեկտներում կանգնի, տենա ով է հելնում, բանա, ստուգում ապե, կապուտ գույնի մեքենաները պետք է ստուգենք, կամ ես իմ չեմ անեմ, հրաման կա, Mercedes-ները ստուգենք, բայդակի տենում ապե, մի հատ կարող հոհանը, всё, զրկված ես, ասենք, դեբիլ չենք էլի, ես երկրում ենք ապրում, սա ասել հասկանում ենք, նես չի։ Այ ես ուրախ կլնեմ, տենա, ինքը հենց այդ պայն Սևանում տենա, այդ մարդը խմած պիվիշիշը նստավ ռուլի, գա ձեռը բռնի, ասի մեռնեմ սրտիդ։ Ցավը տանեմ, արի ախպերական, եթե ձեռդ է փող չկա, այս 2000-ը վեգալ տաքսով գնա մի նստի, ոչ թե ասեք ինքը քո հաշվի, դու փող տաս իրան, կոպիտ ասած քո Բարեկների մեջ էլ պետք է մարդկային գործոնը աշխատի։ Իսկ շատ ճիշտ է, լավ բարեկել կա, վատ բարեկել կա։ Եթե հնարավորությունը էտել ասեմ, եթե հնարավորությունը պետությունը տալիս է որ բարեկը ճիշտ է սխալ իր քաղաքացուն նեղացնի, թող մի հատ օրենք անեն, քաղաքացիներ, եթե կարում է ապացուցի որ բարեկը անհիմն է կանգնեցրել կամ շարով է կանգնեցրել, օրենք տա ասի տարի 3 օր գցի պատվալը տա այդ բարեկին։ Տենամ այդ բարեկը վաղ այդ նույն բանը անելու է։ Տար առանց հաց ու ջուր պայա։ Օրենք տա մեզի ասի սխալ տեղը բարեկը գալի քեզ չեմ կարա ուրիշ լեքսիկոնով ասեմ, կպնի կամ ես որ ինչ-որ մի բան բռնի։ Դու էլ իր այդ ոնց ուզում ես տենանք այդ բարեկը անելու է դա, չէ՞։ Չի կարելի դες բանը։ Ամուտը ոչ մեկ չի ասում, մեկ խմար չէ։ Սա ավել ասում են։ Մարդը խմա, բա ով չգիտի որ Սևան գնում է խմելու, ներքի ով չգիտի։ Եթե չգիտի պետությունը թվում է միջև հարթնակարի խաշվելու սապրավաժդա տանում։ Մենք մերսի ենք դրա համար ասում, շնորհակալություն ենք հայտնել։ Ասում ենք հալալա, լավ է։ Մարդիկ գիտակցում են որ առիթից են գալի, բայց ոչ թե խոսքի հելնի շատ Էթը մանգեր 3000-ը ավտոկա հերթով սաղին զրկելով ուզենա կեթա։ Դե բերեք թող կապտան վաշտերով լցեն ջրվեժի օբյեկտները, որտե է շատ օբյեկտները հիմնականում, ամեն մեկը միտեղ խոսքի աթանդականի հերթով էս 300,000 մարդու շոֆերին բռնեք, զրկեք, անգործ դստեք, տենց էլ լցա։ Բայց իրանք ոնց է փող ստանալու։ Սաղ տեղերը գիտեն արդեն։ Դաշտերով մտած ֆռում է, սարիքալեն միջով բարեկը։ Դոնատ բարեկին կանչեն ասեն խես բռնես մարդուն։ Սկսած օրինակ իմ իրավաբանը ասեց ես օրենք չգիտեմ, բայց այնքան եմ արդեն դատախվես հրա մեջ դարել եմ արդեն իրավաբան։ Այդ տրակտորին բռնում ով կա դրում։ Ինքս այդ մարդուն կանգնացել։ Եթե ռեմենը գցած է, ասա ռեմենը դու գցել ես որ տոշտիլի մեկ տենամ քեզ չկանգնեցնենք, այսինքն ինչ խոսքի։ Ինքը այս բառն ասում է, այսինքն ռեմենը գցել ես, բայց դու Տենցա տարի հատ է սիրտը ստուգի, կարող է ասենք խոսքի խնդիր ունեմ։ Բախի չես անհանգստանում։ Խոսքի խի որ խմածը ձեռատալի քեզ փող է գալիս։ Դա հենց օրենքի բաց է, ասում եմ։ Իմ իրավաբանն ասել է, ինքը իրավունք չուներ կանգնեցնել։ Բայց դեսօր տանում իրավաբանին փող ես տալի, մարդը 50-50 ասում է, հաստատ ես քեզ չեմ կարող ասել։ Կլինի թե չէ։ Այստեղ մարդիկ կան արդեն 100-150,000 տվել են։ Մի հատ գին որոշեք, հա, այնա շատ։ Գին որոշեք, տանք այդ պարավեքը տվեք այն մարդուն։ Դեմից այն մարդկանցը տվեք, ես փառք Աստծո, այսօր նես չի որ դրա կարիքը շատ ունեմ, աշխատանք ունեմ, բայց ասում եմ դեմից տվեք այն մարդկանց, որ աշխատում են։ Իր առաջնային հացը, իր ընտանիքը Ամենը այս նագրուսկեն ընկնելու է 10 օր, որ մարդկանց բռավեքը տան։ Ու մեր երկրի համար էլ է պլյուսնելու։ Պատկերացրեք, քանի հոգի աշխատող մարդ կա, պատկերացրեք, քանա իրանցը թող ասեն
վճարենք, պետականորեն թող ասեն, Ախպեր սալեսի թող մեր վարորդականները առաջարկան մեզ իրեն Ու մենք ոչ մի կուսակցության հետ կապ չունենք, մենք ուզում ենք մեր հարցերը բարձրաձայնել լսելի, ով կլսի, հիմա մենք հրավիրում ենք մեր հարցերին բարձրաձայնելու լուպայ կուսակցությունից, խնդրում եմ, եկեք մեր հարցերը լուծում տվեք, լուպայ կուսակցությունից, ով է գալիս, ձայնեն է ինքը կշահի, դիմացի ընդրությունա, չէ, 50 օրա մնացել, Ով մեր կողը էլա լսեք մեր ձայնը, 30,000-ից ավել զրկված կա դիմացնել ընտրությունները։ Իսկ Այդ 30,000-ը դառնալու է 60, ու ոչ մեկ իրաց ձայն չի տա։ Մենք ոչ մի կուսակցություն չի։ Մենք կնայենք կվերանայենք։ Մենք մտածում ենք հայնիկի մասին, ով որ մտածում է հայնիկի մասին, աշխատող մարդու մասին, այսօր աշխատող մարդու մասին ով որ մտածում է, մենք իրա կողքին ենք։ Աշխատող մարդու մասին։ Ոչ թե, ստե ոչ մեկս հանցագործ չէ։ Ոչ մեկս հանցագործ չէ։ Ոչ մեկս ավտոյի վթարից մարդ չի գցել, չի խփել, չի սպանել։ Աշխատող մարդիկ են։ Սաղ մարդիկ է սխալներ անում են։ Սաղ անսխալ մարդ չկա։ Պարոն վարչապետն է մի օր կանգնավ ասես, հա, դա իմ սխալն է։ Ես էլ եմ սխալ արել։ Սխալ մարդ չկա։ Լուբոյ մարդ է, ասում, հա Լուբոյ մարդն է սխալ արել է։ Հիմա այդ սխալները թող զիջեն ներողելն են։ 50 տարեկան մարդ եկել ասում է կներես։ Ասում է դաժե գումարել եմ պատրաստալու։ Էլի չեք ուզում։ Գիտեք նենց օրենքներ եք դրել այդ քննությունը հարցաշարը։ Այն խելացի մարդը չի կարա տա։ Ես էլի եմ նորից եմ կրկնում։ Պարոն վարչապետ Կարմես արի մի օրում սովորի այդ հարցերը, գնանք երկուսով քննություն տանք, տենանք կարանք տանք, մի օրվա մեջ։ Պրավես տվին ասում եմ մենակ դու գնաստուց գնա։ Մի վարկյանում կարա մեր կյանքը փոխվի, մի վարկյանում, մի հատ այս Մենակ քո կյանքը չէ, մեր հայրենիքի կյանքը ապրել, աշխատող ուժ է։ Աշխատենք մեր ընտանիքը կպայենք, մեր երեխեքին կպայենք, ասենք պետական, ասենք հարգուտուր գերա։ Մենք ամեն օր գործ, բան ու գործ։ Այ մարդիկ հիմա կասեն, դե վարորդություն չեք կտրվել եք, գնացեք շինարարություն արեք կամ եսի միջ։ Նորից եմ կրկնում։ Մարդ կա, ծան խոսքի չի կամ ծանր գործ անի։ Ստամոքսի խնդիր ունի, խոց ունի, եսի միջ ունի, հիվանդություն ունի։ Չի կա, մենակ կարմա ռուլը բռնի, ռուլով է կարմա աշխատանք։ Հիմա այդ մարդուն ուր է գնա աշխատի։ Մենակ ռուլն է բռնում։ Բացեմ ցույց տամ, այսինքն Դե հա, հիմա մարդ կա գյուղացի, իրա բիբարները ուզում է բերի ծախի մեր Երևանում։ Ավտոն պիտի բարձի բիբարները, բայց կտրված է, ոնց բերի։ Կարակ բացատրեք։ Համի կոնկրետ դեպք ունենք այս մարդուն, որ եկել է աստե, իրան գործից հանել են։ Բա ամոթ չի մեզի։ Ամոթ է, բա ինչա, գեդինը բացի մտնենք մեջ էլի։ Մարդը ինչա եկել է, որ պրավի համար հավաք լնի, հավաքա, բան, ասել եմ սյո, գործի չի գասել, որ էթում ես, հա։ Որտեղ եք աշխատում։ Որտեղ եք։ Մարդը դաժե ինքան անկեղծա չի ուզում։ Ուղղակի այս էմոցիաները, որը սենց մենք բորբոքված ասում ենք, հանգար թող վերևից չմտածեն, որ մենք այդպես մունաթ են գալի բան։ Ուղղակի վիճակները սենց վիճակը, որ չեն կարա։ Вообще անհնար է։ Ավտոկամ չեն կարող քշենք։ Ձեր ստորագրությունները կարող ենք տեսնել, քանի օքի է ստորագրել։ Քիչ ագր։ Դեռ Պերիմս է գրեք էլի ինձ։ Դե գրեք, ով որ չի գրեք, աստղեք։Ացելի թող կա, չէ՞ մի հատ չէ։ Ապտան ոնց է լինելու էս Ռուսաստանից Հայաստան են գալուս իմ հայկական համաներով մեքենայով ճանապարհին զրկում են։ Բայց ես չեմ գիտենում որ զրկում են։ Եկել եմ Հայաստան տրավի ժամկետը բերել ասում են դու զրկված ես Ռուսաստանի դաշնություն։ Այդ որ հիմարը կնստի Ռուսաստանից խմած ավտոյով ու կա Հայաստան։ Չկա այդ ձև բան։ Կամ թե ես չեմ կարա իմ հայրենիքից մեջ ավտոկոլ թեկուզ եւ խմած եմ եղել նախ չեմ եղել։ Ես Ռուսաստան եմ զրկվում, իմ հայրենիքից մեջ չեմ կարա ես փող աշխատեմ ավտոկոլ։ Շատ սխալ օրենքներ են ստեղծել։ Ու այդ ձևի հարյուրավոր մարդիկ։ Ռուսին ինչ կա, եկեք զրկի իրա պրեմիան կստանա։ Նկարենք մարդկանց պրավեկը ճանապարհին ու գնում զրկում են, всё։ Ու Հայաստան է գալիս, այդ ոնց հասկանանք։ Ամեն մարդիկ այնքան դարդուցավ ունեն այս երկրում, որ մարդ չի մտածում, այս քննությունը, այդ 1500 հարցաշարը, սովորի թե իրա դարդուցավը։ Այսօր երեխեն զարթնում ասում է, պապա,
կակայի փող կտաս, կամ պապա ուսանողից վարձի փող կտաս, բայց պապան ուշ չունի, մենակ կարմար ռուլ բռնի, ու իրա վաղորդականով փող աշխատի, պապան ինչ ասի, կանգնի ասի, երեխուն ասի, չէ, ինձի զրկել են, ծմա զրկել են, դու բալաջան, ծմա կակա չես ուտելու, կամ էնի, բալաջան, դու ծմա չես սովորելու, ուսանող չես դառնալու, ես երկրին պետք չի ուսանողն է, ոնց անի այդ մարդը, ոնց աշխատի, ախր, հա դու զիջեն, ոնց ասենք, 3 տարի թող կդրեն, մի տարի, բայց ընդ հարցաշարեր են դրել, իրոքից եմ նորից եմ կրկնում, որ ուզենան սես չի սովոր, 60 տարեկան մարդն է չի կարաս, այդքան հիշողություն չունի, այնքան դարդ ու ցավ ունի, այնքան բան ունի, Հազարդ պրոբլեմ կա, հազարդ խնդիր կա, մենակ եթե չի ախպեր մարդը հազար ձևի մտածում։ տարի այդ հարցաշարերը ավելի են բարդացնում։ Ես հիշում եմ մի վաղտով, որ ես սովորեցի, տվեցի այդ հարցաշարերը, շատ քիչ է, 240 հարցաշար էր, իսկ հիմա 1500։ 2000 դաժե դարել է 2000, դուք պատկերացնում եք։ Կամաց բարդացնում են։ Ես գիտեմ այդ խնդիրը ինչու՞մ է այդ բարդացնելու։ Այս պրոբկեքը որ շատ անում են, իրանց կարճ խելքով ասում են զրկենք, վարորդները քիչ ելնեն, գոնե քաղաքի պրոբկեքը թեթևացնենք, բայց այդտենցով չեն թեթևացնելու։ Քաղաքի պրոբկեքը, եթե ուզում են թեթևացնել, թող մոստեր, թունելներ սարքեն, այս քաղաքի պրոբկեքը թեթևացնեն, ոչ թե մարդկանց հացի մայիսն են թեթևացնեն։ Այդպես չեն թեթևացնի քաղաքի պրոբլեմ։ Ռայոններից էլ մարդիկ չեն կարող մստել։ Որ ասենք չեն աշխատել, ո՞նց բերեք տանը։ Դե աշխատենք որ տանք։ Իրա այդ է պրոբլեմը։ Ոդ քաղաքը որ թեթևացնեն, ինչքան կարող են վաղեն այսեն։ Հեսա վաղը միսուրը, վաղը չէ միսուրը, դու 50 քանի օրից ընտրություն է, պետք է ասեն ժողովուրդ գնացեք ընտրեք, չէ, պետք է եթենք ընտրություն անենք, բայց եթե մեր կողը, եթե մարդ չի լավ, մեզի ոչ մեկ չներեց ախպեր, են ով որ խոստում տվել է ասել է ախպեր, ես կգամ բանը, կառավարություն ձեզիներում չտանենք, եթենք իրենք ընտրենք ախպեր։ Հաստատ իրան ենք ընտրել։ Ձեռը լվում, երկու ձեռը երես, մի քիչ առաջ ես ասեցի։ Ով որ վարորդների մասին մտածում է, ժողովուրդի Եթե մեր կողքին հիմի մարդ չկա, մենք առավոտից կանել ենք ստեղ ու կայնելու ենք էլի։ Եթե մեզնից ռեշոտկեքը փակի գնացել են, չգիտեմ ուր են գնամ։ Մեկը չի ճավ ասել, ախպեր ինչ այլ է, ձեր խնդիրը ո՞րն է։ Խոսացին պատգամավորներ կա, որը հենա։ Ով։ Հայկ Սարգսյանն է խոսում։ Ես ավելին կասեմ, ես Հայկ Սարգսյանի հետ խոսացել են, խոսքատվել։ Չէ, մնացած պատգամավորներն են սպասում։ Ո մեր հարցի լուծում կտա, իրան էլ ընտրելու ենք, տվեք։ միանշան է, դա չի քննարկվում դաժե։ Մեր հարցի լուծում տվեց, իրան էլ Մենք ոչ հանցագործ ենք, նայ, հետո գլխների շարժ անեք, եկել է նստեց, նայ, մի հատ նկարեք, հաջորդ օրը տես դեպքել է, տաքսու վարորդներին եկան շար արեցին, մի 3 օր անցավ, եկել է նկարում ասում, տաքսու վարորդները զիպիլ են թափել, 3 օր հետո կան նկարեն նստել, ասեն, վարորդները զիպիլ են թափել, նայեք, նկարեք, տեսեք ինչ մաքուր է, մի հատ սիգարետի բիճոք չկա։ Բա մեր երկիրն է, մեր շենքն է, մենք ո՞նց ենք։ Մենք հանցագործ չենք, նորից եմ կրկնում, մենք հանցագործ չենք, մենք աշխատող մարդ ենք, ուզում ենք մեր աշխատանքը, մենք ուզում ենք մեր վարորդական վկայականը ստանանք, գնանք մեր ռուլին նստենք աշխատենք։ Այդքան բան, տուն բան, հա։ Այդքան։ Ու կխնդրեմ բոլորին թող այս հարցի լուծում տա։ Բոլոր։ Կխնդրենք բոլորին միանան, ով որ պրավա չունի, ով որ զրկված է։ Մեկը չմտածի, որ հա, ես գնացին դե ինչ պետք է անեմ, որ հենա հավքված եմ։ Այդտենց որ ալի ոչ մեկ սա չի գալի։ Սաղը սոպարապ սարապ չի, սաղը սա գործում ենք, աշխատանք մեր աշխատանքը թողել ենք այդ ամեն ինչը, այս 3 օր է, ես ախպեր այս հարցերում եմ, այս 3 օր ես չի կարա, եթե գործի ին գործ անեի, թողել ենք, ելն ենք ախպեր տնանք ինչ ենք անում, այս մեր հարցին լուծում կտավեք։ Չէ, սա չի լինի։ Ախր ուզենք չուզենք ձեռներս ճարել չկա ախպեր։ Ոչ մի բան չեն կարող անել։ Որ այտենց հա դու ինձ զրկել ես վարորդական իրավունքից, հա։ Մի տարով զրկել ես, լավ ես արել։ Բախես ինձ պավես կա ուղարկում, որ պետք է գնամ 24 օրով զորավար։ Խի։
Զրկել ես ախպեր, ուրեմն տանից էլ զրկի ինձ ախպեր։ Գնացել եմ post եմ կանել արդեն իսկ 14 օր ախպեր։ Իմ հայրենիքի համար մի վարքյան չենք տրտնջացել, որ ասել են վայ ոնց է տանկեսյան։ Լավ էլ կրակել եմ, լավ էլ 55 տարեկան մարդու հետ որ նայել վիճամարտել ախր ելել եմ post եմ պահել։ Իմ երկիրն է, իմ պետությունն է։ Համաների Եթե ես այս պետության համար բան որ ունեմ հաջորդ անգամ էլի կարծես ինձ էլի ես Եթե պետությունը Ոստել բարձրացնում է, չես մարդկանց հանում են, չես զրկել են խոսքի խմացության համար։ Նայ, պոստել խմած մարդուն ուր ես հանում պոստել։ Բա որ պոստերում խմի ու իրար վնաս տան։ Այդ ով կասի։ Այ ապրես։ Էդի ճիշտ է։ Չաներ ուրեմն։ Եթե այս մարդուն ասում ես դու խմած ես, դու զրկված ես 4 տարի։ Օրենքի մեջ էլ բացատրողի վիճակ կա։ Ճիշտ է, դու Օրենքում էլ բացատրողի վիճակ կա, պետք է սաղ վերանայել, սաղ մարդու դարձը ցավը վլի։ Ոչ չարթատար իրավունքի Այդպես դեպք է, շատ այլ է պոստերում, որ խմած իրար չեն հասկացել, իրար կրակել են, ինչ են արել։ Նայում ես, խմացության համար դուք այս մարդուն հացի վայս են ըլում, զրկում են, բայց պոստերի համար իրանց պետք է խմացելն ես, դարկամանելն ես, հանելու եք բերել։ Ոտսը ջարդած աղբերս հազիվ են կպցրել։ Էլի բան չունեմ ասելու, մարդիկ գնում են իրանց հայրենիքն է, պատրաստ են գնանք, ծառայենք, բայց մեր հայրենիքը մեր համար է պիտի մտածի, չէ՞։ Մենք աշխատող մարդ ենք։ Մենք մեր հայրենիքի համար պատրաստ ենք։ Գիրով աղբեր եկել եմ տուն աղբեր։ Երկու հատ էլ պատվոգիր եմ ստացա։ Բայց մարդուն կասենք, ինչա որ մի օր խմելա նստելա ռուլին, հա սխալ է, հասկացել է, քանի տարի է զրկված։ Տարի ու կես այս աղբեր։ Տարուկես զրկված է։ Կարող մարդ հասպանել, գլխների խաբար չկա, սմա զրկել է։ Կես տարի, 3 տարի, բա իմաստը։ Ուրեմն ինքը ցամայ անց է զրկել։ Արչապետ, այսինքն ես եկել եմ տուն։ Դե ների ինձ, կարաս ներես։ Այսինքն եկել եմ տուն ես, այսինքն պատվոգիրով։ Երկու ձևի։ Բոլորը տեկեք, բաորտերով։ Ահա, հեսա ես եկեք միասին բոլորը։ Հա, զրկված բաորտերը։ Կռավից զրկի, դու խոսալու իրավունքից չեն կարա զրկի։ Ինչ կա։ Մեզ հարցին լուծում տվել։ Մենք մեր պատիժը կրել ենք։ Ես զրկված չեմ, 5 տարի բաղները կանչի, ես եկա որպեսի բարձրաձայն եմ ձայնը ու խնդրում ենք։ Բոլորը իրանք խնդրում են, իրանց պատիժը ստացել են։ Խմացությամբ։ Եթե օրենքը սահմանում բոլորի համար, ուրեմն նախարարության մեջ էլ է, խմողայել է, հենա, ուր է ախտել։ Գներ կասեք ով է եղել։ Դու ասես չէ որ նախարարության աշխատողը խմած էլի ընդունված գործի, չէ՞։ Չէ՞։ Եղել է, չէ՞ տես։ Այդ իրանց կարելի է գործի Ով է ընդունել։ եղել։ Դե արդեն դուք կբացահայտեք։ Մենք խոմ գործ տվող Էդի դուք կբացահայտեք։ Всё։ Իրանց կարում են ներեն, դե մեզ է ներեք։ Բարձրին է ներեք։ Մենք պատրաստ ենք դաժե գումարը տան։ Այդ հայտանը որ մարդ չենք սպանել։ Ոստե ոչ մեկը մարդ չի սպան։ Զրկված։ Խնդրում ենք։ Էական մեր այդ վարորդական իրավունքները մենք էլ աշխատենք մեր ընտանիքի մեր նախարարների պահենք մեր երեխեքին։ Սա ասել երեխա ունենք, սա ասել դարձենք տարիքով մարդիկ ենք։ Մենք էլ ենք ուզում մեր երեխեքին լավ պահենք։ Ու այսքանից հետո նայեք, բաղորդները զրկվել են, մարդիկ եկան խոսքի տունը արապ չեն նստել, գնացել են ուրիշ տեղ աշխատում են, էլի երկրի համար հարկ են տալիս, տուրք են տալիս, էլի գնում են սահման են պահում, դուք իրանց զրկել եք նավսիկ դա խոսքի ասած պրավին, բայց իրանք էլի իրանց երկրի համար պայքարում են, աշխատում են, ոնց որ չեն հուսահատվել, ու իրանք խնդրում են, նորից իրանք եկել են, նայեք, մարդիկ նորմալ, սաղ կանեն, տունը տեղը թողած եկել են աստեղ խոսքի խնդրում են ասում են տվեք մեր պրավեն գոնե գնանք աշխատենք էլի աշխատում ենք բայց գնանք մեր աշխատանքը
մեր ավտոն քշե։ Ավտոնը դες բանա, ես օրինակ ինձ զրկեի, ես ինֆակտ կտաներ, իմ արել, ո՞նց է իմանալ։ Ես ինֆակտ կտանեմ։ Ես մի օր ավտո չքշեմ, ես կգժվեմ, իմ արել։ Այդ էս բանա ավտոնը։ Ավտոնը դες բան։